Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր մեր հյուրն է Նոր Հայաստան հեռուստաընկերության եւ Ar-Music ռադիոկայանի տնօրեն հաղորդավար Ռաֆայել Մնացականյանը, ողջունում եմ ձեզ հարգելի Ռաֆայել։ Ողջույն հարգելիս, շնորհակալ եմ եւս մեկ հրավերի համար։ Երկար ժամանակ գրվում էինք, զրուցում էինք, բայց եթեր չէինք կարողանում կազմակերպել եւ այսօր կարծես եկավ այդ օրը, հա։ Ես եմ շնորհակալ, որ ընդունեցիք իմ հրավերը եւ բուն հարցերին ասնելը ես կուզենամ շնորհավորել ձեզ, քանի որ վերջապես լույս ա տեսել ձեր գիրքը Հայի ամերիկյան օրագիրը եւ ինչպես դուք խոսք տվեցիք, այո, անցյալի մեր եթերին, որը որ մոտ 4 ամիս առաջ էր, դուք ասեցիք հաջորդ եթերին կբացեք փակագծերը։ Խնդրեմ բացեմ փակագծերը, որովհետեւ ես հիշում եմ նախորդ զրույցի ժամանակ, ասացիք որոշ հատվածներ, միգուցե կարդաք ինչ իմաստ են գիրքը, ինչ որ դրվագներ ներկայացրեք, ես ասացի դե քանի որ գիրքը լույս չի տեսել, սուտ ընդհանուր նկարագիրը չեմ կարող, բովանդակությունը չեմ կարող ներկայացնել, կարող եմ մոտավորապես բացատրել ինչի մասին է լինելու գիրքը եւ անգամ հիշում եմ նախադասությունը ասացի, դա հայացքի ներսից դուրս։ Հիմա քանի որ արդեն գիրքը տպագրված է եւ ի ուրախություն պետք է ասեմ գրեթե sold out է, այն երկրներում որտեղ վաճառքը նախատեսված էր գիրքը արդեն չկա, Հայաստանում էլ ընդամենը մի քանի օրինակ է մնացել, հիմա բովանդակության մասին շատ բաց կարող եմ խոսել առանց ավելորդ մտավախությունների, գիրքը դրսում ապրող մարդու հայացք է հայկական ու հայաստանյան իրականությանը, դրանք մտորումներ են արկա խնդիրների շուրջ եւ դրանք զուտ մտորումներ չեն, որ տանջում ու ցավ են պատճառում հեղինակին, այլ նաեւ մտորումների արդյունքում ծնված իմ տեսանկյունից որպես հեղինակ շտկումներն են, լուծումներն են, ինչպես կարող ենք սա փոխել, ինչպես կարող ենք նա փոխել, որ ասեմ գիրքը ինչ որ դասական գրականության օրինակ է, դա շատ մեծամտություն կլինի, իսկ քանի որ գրքում խոստովանում եմ, որ ես այո մեծամիտ եմ, որովհետև ողջ կյանքս միտք եմ վաճառում ուրիշ ոչ ինչ արել եմ, ջարդուփշուր տակ եմ տվել, ահա որ ձևի կորուստներով, բացի միտք վաճառելուց ուրիշ ոչ բան չեմ կարողանում անել, լինի դա սցենար, լինի դա տեքստ, լինի դա գովազդի հոլովակ, լինի դա ուրիշի խոսք, որ իմ բառերով խոսում են տարբեր ամբիոններից, լինի դա ինչ որ ներկայացում, մի խոսքով ինչ արել եմ, եղել է բառը, ես բառի իրացումից ուրիշ ոչ բան չեմ կարողանում անել, ցավոք սրտի թե ուրախություն, կարծում լուծումները, որ ես առաջարկում եմ, օպտիմալ են, դրանք չեն պահանջում նավթադոլարներ, որովհետև ինչ ասում ես, ինչու եմ ես մոտեցվես, ասում ենք նավթ չունենք, իդեպ ես նկատել եմ, նաև գրքում եմ պատմում դրա մասին, որ բոլորը գանգատվում են եկամուտի պակասից, փողի պակասից, գործի պակասից, ես երբեք չեմ հանդիպել մարդու, որ խելքի պակասից դժգոհի։ Իսկ բոլոր մեր խնդիրները գալիս են խելքի պակասից ու խելք ասելով բացարձակ նկատի չունեմ ակադեմիական կրթությունը։ Ես ճանաչում եմ շատ մարդկանց, ովքեր բարձրագույն գեր ակադեմիաներ չեն ավարտել, մարդ են բառացիորեն իրենց ողջ էությամբ, իրենց ողջ հոգով եւ հակառակը ես ճանաչում եմ բարձրագույն կրթության տականքների, ովքեր սևակի ասած որտեղ չաղ յուղալի, այնտեղ են նրանք երկյուղալի, բացարձակ սկզբունք, մի խոսքով բոլոր բացասական երանգներով հանդերձ, մեծաշով ես գրքի մասին, մտավորական որոշ շերտերի մասին եմ խոսում, որ իմ կարծիքով ամենամեծ վտանգը ինձ իրենք են ներկայացնում, որովհետև կեղծ արժե համակարգի ձևավորումը հղի է ծանրագույն հետևանքներով, որում եւ մենք հայտնվել ենք արդյունքը, ես չեմ հորինում ասում, խնդրես, մտավորականների արդյունքն է այսօրը, որովհետև ասում են կիլիկիա ու լաց են լինում, չեն ասում, որ ասենք 800 տարի կիլիկիա չկա, մի լացի, արի լացիները համար, որ դու 30 տարի հայրենիքից մի հատված ունեիր, հայաբնակ մաքրամաքուր պահպանում էր եւ դու այդ ամենը կորցրեցիր, դրա մասին լացի, այ որ դու քիչ կիլիկիայի մասին լացեիր, քիչ Արևմտյան Հայաստանի մասին լացեիր, այսօր Արցախի ու Ղարաբաղի մասին չէի լացի։ Ասեմ ավելին, քանի որ լացը շարունակվում է, հայտնի էլի մեր վայ մտավորականների որոշ ներկայացուցիչներ էլի մխկտում են կորածի մասին, մենք կորցնենք այդպես էլի հատվածներ, եւ դա մեր հավերժ անշարժ երթն է, որը չի կասեցվում ու չի կասեցվելու մենք։
2300 տարի փոքրանում ենք եւ ես մի քանի անգամ ասել եմ, ես հավատացյալ մարդ ինչ չեմ համարում, էլի ասում եմ ցավոք սրտի, որովհետեւ հարգում եմ հավատացյալներին, մաքուր հավատացյալներին, Աստված պապին, այսպես ասենք, քանի որ ասում են սկզբանե ամեն ինչ որոշված էր, քանի որ գիտեր, թե իրեն առաջինը հավատացողները ինչ մահացու մեղքերի մեջ են շաղախված լինելու, ինքը մեզ տվել էր ծովից ծով տարածք, որպեսզի փոքրանանք ու էլի ապրելու տեղ մնա վերջում։ Այդպես էլ կա։ Ես մեր դիտողներին ուզում եմ ընդհանրապես նշել, որ եթե հանգարց ձեզ հետաքրքրեց Ռաֆայելի գիրքը, դուք կարող եք ձեռք բերել Rafael.online, եթե ես սխալվում եմ, Ռաֆայելը թող ինձ ուղի, .online կայքում, ճիշտ է։ Ոչ, չեք սխալվում, ձեռք կարող եմ բերել արդեն միայն ամրագրման տեսքով, որովհետև բոլոր արկագրքերը վաճառված են, կայքում դրա ծանուցումը կա, եթե ամրագրեն գրքեր, օրինակ հիմա մտնեն Rafael.online կայք եւ ամրագրեն պատվերը ձևակերպեն, ապա կարծում եմ ամիս ու կես 2 ամսվա մեջ ամենաուշը կստանան, բայց այս պահին որ հարակումը կձևակերպվի եւ մի շաբաթում գիրքը կլինի իրենց մոտ, ոչ, որովհետեւ ամբողջ խմբականակը վաճառված է։ Հարգելի Ռաֆայել, ձեր այս վերջի խոսքերից ինձ մոտ 2 հարց առաջացավ, մեկը որ հենց միտք վաճառել է, արդյոք կարելի է սա անվանել որպես արվեստ, հա, ճիշտ է այդպես, կամ մասնագիտություն, հա, միտք վաճառելը ոնց կարելի է անվանել, մասնագիտություն երևի։ Իհարկե մասնագիտություն։ Ուրեմն ձեր մասնագիտությունը այս պահին արդյոք վտանգված չէ, հա, այդ ինտելիգենցիա արտիֆիցիալ, այո, արհեստական բանականության, հետաքրքիր բան եք ասում, որովհետև երեք մեր յոգա ուղեղի համար ռադիոհաղորդում ես դրա մասին էր, ես մտորում էի, չգիտեմ նայեցիք թե ոչ, բայց դրա մասին էի ուղեղի հետերում մտորում, վտանգված է այնքանով, որ ցանկացած նախադասություն, 1-2 նախադասություն կամ գուցե բառ արհեստական բանականությանը հուշելով ինքը կարող է էջերով զարգացնել, շարադրել, հա, եւ ներկայացնել։ Չեմ ուզում էլ այդ պաթոսին դեմեմ, բայց դեռ ասեմ, վայ հոգի չկա դրա մեջ, այդպես բաներ չեմ ուզում ասել, բայց իմ կարծիքով արհեստական բանականության գոնե այս փուլում դեռ չի կարողացել այդ AI-ը ստանալ այն, ինչ որ ստանում է մարդը, այսինքն այն նրբությունները, տողատակերը, արհեստական բանականությունը չի կարող այնպես հղում անել գոնե այս փուլում, ժողովրդական իմաստության վրա, ինչ որ մեջբերում ան, ինչպես կասեր Պողոս, բան էս, ասեմ, քիչ այդ գեղարվեստական առումով դեռ մենք հաղթում ենք, մենք պարտվելու ենք ջախջախի, ես դա գիտեմ, եւ ուստի այդտեղ եմ ասում, որ ռադիոն հաղթելու է վերջում, որովհետեւ խոսքը կպատվիրեն, AI-ը կշարադրի, բայց երբեք ունետեսանելի ապագայում մարդ արարածը ակետից բեկետ շարժվելով չի ցանկանա լսել AI-ին որպես հաղորդավար, որպես մեկնաբան, որպես ինչ է լինելու, ասես կենթանի շփման մեջ, որովհետեւ այդ ռոբոն, այսպես կոչված, ինքը միշտ արհեստական է, ինքը իր բառի մեջ ասում է artificial intelligence, այսինքն արհեստական բանականություն, իսկ արհեստական ինքը լավ բան չի։ Կատարելագործվի, կգնա առաջ, այո, բայց ամեն մասնագիտություն ունի իր ռիսկային գոտիները, դրա համար ինչ ենք անում մենք, այս բնագավառի ներկայացուցիչներս, պետք է մենք մեր ինտելեկտը զարգացնենք, լինենք ավելի հարուստ բառամթերքով, ավելի ճկուն լեզվամտածողությամբ, չվախենանք ասել, այդպես այդ artificial intelligence-ը այնքանով է լավ, ինքը չի վախենում ասել, որովհետև մենք եթերում ցանկացած պահի կարող ասես չասեմ, այդ վարկյանին դու վերաշարադրում ես միտքդ տողատակերում թողնելով այն ինչ ուզում էիր ասել։ Արհեստական բանականությունը այդ խնդիրը չունի, ինքը ուղիղ sense տեքստով կասի քեզ այն ինչ կա, բայց մարդը միշտ չէ որ ուզում է դա լսել այդպես։ Իմ կարծիքով։ Իդեպ, հարգելի Ռաֆայել, այսօր այսպես կոչված միամիտ, հա, YouTube-ով երաժշտություն եկավ, հենց այդ արհեստական բանականության կողմից ստեղծված մեր այսպես կոչված հին ռաբիզ երգը վերափոխել էր դեպի ջազ։
մի հատ լսել եմ։ հիանալի կատարում էր ստացվել։ Հիանալի կատարում էր, այո։ Այսինքն օրիգինալից լավն էր։ Սա արդեն լուրջ համաձայն եմ։ հարված է։ Հիմա նույնպես որ դուք ասեցիք 2500 տարի մենք կորուստներ ենք կրում։ Ինչու մենք Սուտ եմ չենք ասում սովորում։ ես։ Չէ, ճիշտ եք ասում։ Ինչու չենք սովորում։ Ինչու դասեր Որտեղ չենք մենք- քաղում։ Որտեղ էլիտան չի ձևավորում։ Էլիտան չի ձևավորվում այն մարդկանցից սերուցքը ավելին ասեմ պատմության էջեր ուսումնասիրելով բոլոր ժողովուրդների կարող եմ ասել առանց բացառության կապ չունի բնիկ են քոչվոր են հնամենի են առաջին քրիստոնյան են թե վերջին մահմեդականը ցանկացած մարդկության դեմ հանցագործություն առաջինը սկսում է մտավորականության ջախջախման Օսմանյան կայսրություն Հայդար Փաշայի նավամատույցը ապրիլի 24-ին տանում են մեր ամենաներին, հա, մտավորականության։ Եվրոպայում նացիստները առաջինը ինչ արեցին, այրեցին բոլոր գրքերը ու հայտնի մտավորականներից մեկը ասեց երկիր, որտեղ այրում են գրքերը, վաղ թե ուշ մարդկանց էլ կայրեն։ Եվ այդպես էլ եղավ։ Էլի շատ օրինակներ կարանք բերենք նույն կարմիրների եւ սպիտակների արճակատումը ռուսական հեղափոխության սցենարներից էլի մտավորականության այդ Տրոցկու հայտնի քայլարշավը կա չէ որ ասում է 1-ից մինչև 10 հաշվեք բոլոր կենտերը մի քայլ առաջ զույգերը մի քայլ ետ ովքեր որ զույգ էին ուղղակի այնպես գնդակահարվում էին ովքեր որ ողջույն այսինքն այս կարգի ինչու էին առաջինը մտավորականները որովհետև մտավորականներն են որ ուղղորդում են հասարակությանը հին հարովում անգամ պլեբեյցիզմ կոչվածը որ պլեբեյները այդ շարքը իրանք այդ ուղղորդվում էին մտավորականության կողմից Եվ քանի որ մեր մտավորականության դեմ մշտապես ջարդեր են եղել, վերև են բարձրացել խորամանկ գցնող ժողովրդող ինչ-որ sense տպեր, ովքեր շատ զարմանալիորեն ճիշտ բառեր են կարողացել օգտագործել։ Facebook-ը լավագույն լակմուսն է, չէ՞, սպարագայում։ Մեկը Արարատի նշան դնի գրում, Արարատ բան, ինտես ինչ հայրենասեր մարդ է ինքը, վայ, ապրես, բան, չէ՞, բայց այդպես չի, չէ՞, իսկ մենք այդպես ենք շարժվել։ Մեկը մի սատաճմլիկ բանաստեղծություն է գրել հայոց ստիպար ու գնաց ինքը արդեն հայոց ստիպարը, հա։ Ու այդպես շարունակ իմ ձևակերպմամբ հայրենասիրության ճիշտ մոդելը օգտակար եւ գեղեցիկ կյանքով ապրելն է արժանապատիվ։ Իսկ որոշների նայելով հասկանում ես որ դա այդպես չի եւ այդ արժանամակարգը որ փոխանցում են մատաղ սերնդին Մանավանդ Սփյուռքում եմ նկատել, որ ասում ես Հայաստան ձեռքը դիտես սրտ Հայաստան, sense անես, այդ կապ չունի հայրենասիրության հետ։ Որ ասում ես կարոտ պիտի չոր sense ճզմովես, այդ ով արել։ Այդ ես ու դու չեն կարել, այդ արել են մարդիկ, ովքեր մանկավարժ են կոչվել, հետո գրքեր են գրել, ասել են աշխարհը անցիր Արարատի պես ջերմակագած չկա, չէ, Չարենցի։ Մինչև Կարսի պայմանագիրը Մասիսի մասին Արարատի տեսարանի մասին ոչ մի բան չեն հմայվել։ Կորելա հմայվել են։ Դե պետք է գործնես, որ մինչև 21 բա հենց այդ խնդիր ով է դա որոշել։ Հենց այդ մտավորականները, որ եղածը չեն գնահատել։ Կիլիկիայի մասին երկինչի չկար։ Սողա Կիլիկիա, Անգինիմ Գոհար։ Բայց ժամանակ երբ որ Կիլիկյան հայոց թագավորությունը ծաղկունք էր ապրում խաչակրացների հետ հավասար process-ների մեջ էր։ Հեսա Շուշիի մասն են երկելու։ Արիլի Ռաֆայել, մենք իմ հաղորդումներում ես միշտ հրավիրում եմ քաղաքական գործիչներին, հա, Ես բայց քաղաքական գործիչ չեմ։ Ես շատ լավ գիտեմ։ Մեր մտահոգություններն ենք հայտնում, մեր բողոքներն ենք հայտնում, հա, քաղաքական իրավիճակին, այս կամ այն պարտության, այս կամ այն թերության։ Բայց մենք մոռանում ենք մի շատ կարևոր բան, որ պատերազմի օրերին մենք պարտվեցինք ոչ միայն ռազմի դաշտում, այլ մեդիա դաշտում։ Հիմա դուք մեդիայի ներկայացուցիչ եք, ինչու դուք պարտվեցիք։ Այդտեղ կա էմոցիոնալ հատված, բաղկացուցիչ մաս եւ շատ ռացիոնալ, իրատեսական։ Մեդիա դաշտում ինչի պարտվեցինք։ Առաջինը այն ռեսուրսները, այն միջոցները, որոնք ունի թուրքական աշխարհը, չեմ ասում Ադրբեջանը, թուրքական աշխարհը, քանակապես, որակապես, հարթակներով, ֆինանսական միջոցներով, մենք
բնականաբար չեն կարող դրան հակադարձել։ Այսինքն մոտ 10 միլիոնոց Ադրբեջանը Facebook-ում մի բան գրի, համացանցում կարծիք ձևավորի, 100 միլիոնոց Թուրքիան, կես միլիարդանոց Պակիստանը, այդքան թուրքական աշխարհ չի, բայց պրոթուրքական է շատ, հա։ Պատկերաբար ինչ մեդիա տերոր է այնտեղ սկսվում։ Ել չեմ ասում ուրիշ հարթակներ, ես մենակ Facebook-ն ու համացանցն եմ խոսում, bot կոչվածները, որ Facebook-ում, Google-ում account-ներով գրողում են։ Եվ մենք 10 միլիոն, 10 միլիոն, 10 միլիոն, 10 միլիոն, այդ 10 միլիոնից 4 միլիոնը հայերեն չի խոսում, այն մի 3 միլիոնը խոսում է, բայց իրար չեն հասկանում, այն մի մասը ասում են դուք սխալ եք, մեր լեզուն է ճիշտ, այն մեկը արևմտահայերեն ու արևմտահայերեն, այն մեկը ուրիշ ձև է գրում, այն մեկը ուրիշ ու իրար հետ վիճում են, թե որն է ճիշտ, որը սխալ։ Հիմա դու ուզում ես այդ հնարավորություններով մենք այդ ամբողջ բազմամիլիոնանոց համայնքի դեմ չպարտվեին զուտ առցանց տիրույթում դրան գումարի միջոցները։ CNN-ը Թուրքիայում մասնաճյուղ ունի, CNN Թուրքը, մենք հենց ես անձամբ մեր հայրենակիցների հետ Լոս Անջելեսի Sunset Boulevard-ի վրա, փողոցի վրա ցույցի ենք CNN-ի դիմաց։ Եվ այդտեղից սկսվեց ամեն ինչ, CNN-ի դիմաց ցույցի ենք պահանջելով լուսաբանել արդար ձևով։ Ինչու՞, որտեղ CNN-ը լրատվական հարթակ է, որը վաճառում է նաև ժամ, իսկ ով որ վճարում է նաև պատվիրում է երաժշտությունը, ցավոք սրտի, մենք էլի այդ միամտությունը որ ասում են, վայ, ճիշտը չեն լուսաբանում, ապա չեն փողոտով էլ ինչ պետք է այն լուսաբանում են։ Դուք տվեք այդ գումարը, մենք կես ասում են չունեն, կես մենք չենք կարող տեղեկատվական առումով մրցել իրանց հետ։ Իրանց ռեսուրսները, քանի նույն Եվրոպայում, նույն անգամ Միացյալ Նահանգներում պրո թուրքական սենատոր ու կոնգրեսական կա, քանի հատ մենք ունենք։ Իրանց լոբինգը ինչպես է աշխատում, տակից ամբողջ Վաշինգտոնը, մայրաքաղաք Վաշինգտոնի հարակից բաները պրոթուրքական լոբինգի գերասենյակներն են։ Մենք մի հատ հայդատ ունենք ցեղասպանությունից բացի բան չի անում։ Այն է ցեղասպանության հարցը։ Մյուս կողմից եթե նայենք, չկա աշխարհի վրա ինչ-որ միտեղ, որտեղ որ չլինի մի հատ հայկական թերթ, ինչ-որ մի հատ հայկական լրատվական։ Բայց այդ թերթը հիմա ես էլ դրսում մեդիայի ներկայացուցիչ եմ 13 տարի եղել։ Այդ բանը ինչ արտաքին աշխարհի հետ հաղորդակցում։ Այդ հայկական խմբակային մակարդակի բան է, ինչ թերթ։ Այո, կար։ Լուսահոգի է արդեն, էլի անուն չեմ տա հարգենք այդ մարդուն։ 40 տարի մենք հրատարակվել ենք բանում, ասում են։ Հա լավ է, սարը գովազդը վերցրել ես, ավտո դիլերշիպի գովազդը վերցրել ես, տպել ես, դու ես ապրել, ընտանիք ես պահել, արդյոք ես գովազդել ես, լավ է, սարը, բայց դու որ ասում ես հայապահպան գործունեություն ենք ծավալել, դու ինչ ես արել։ Կինոներ ենք ասում նկարում։ Okay, բիզնեսը լավ է, կանոն տուն են պահում, դերասաններ կան եկել են աշխատում են բան, բայց հասարակ մի բան մենակ Թուրքիան իր Великолепный век կոչվող սերիալով ամբողջ Օսմանյան կայսրության PR արեց ամբողջ աշխարհում, մեկ հայ կանանիք են նայում։ Հայ կանայք տունը նստած Մուստաֆա, եսիմ Իբրագիմ, այս մակարդակի մեջ։ Քարոս, հələ դրանց դերասանների նայ։ Դու գիտես ինչ ձևի կաստինգ է արվում, որ ամբողջ աշխարհում թուրք ժողովրդին ինչ տեսքով ու արտաքինով դիտարկեն, որ հանկարծ տագեղ չլինի, կոլոտ չլինի, ինչ որ արատներով չլինի, որ արիական լինեն, չգիտեմ ինչական, բա դա քարոզը տեղ է, ու մերոնց էլ մի հատ նայ։ Անլվա։ Լուծումներ, հարգելի Ռաֆայել, լուծումներ ամես պետք։ Լուծումները ես հենց դա ես չեմ լուծումները, որոնք ես առաջարկում եմ գրքում, իմ 15 տարի ես եթերում սրա մասն եմ խոսում։ Դադարեք կռվել աշխարհի հետ։ Մի պայքարեք փորձելու համար փոխել աշխարհի այդ որ իրանք միլիարդներ են ծախսում ձեր դեմ, այդ ձեր միլիոններն ու միլիարդները ներդրեք ներ պետական process-ների մեջ, կրթության, առողջապահության, բանակաշինության, գիտական, գիտահենք տեխնոլոգիաների զարգացման վրա։ Այդ միլիոնները որ ծախսում եք, տոլման հայկական է, թե հայկական չի, լավաշը $1 միլիոն տալիս եք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցի, չգիտեմ ինչի մեջ գնում եք, ֆրանսիական տարբեր լոբինգի կազմակերպություններին գումարներ եք տալիս, դա դրեք կրթության մեջ, մեր գյուղում կոյուղի չկա, մարդիկ խմելու ջուր չունեն, մարդիկ 21-րդ դարի 25-26 թիվն ենք արդեն ասել քառորդը անցել ենք դարի, դեռ կես կիլոմետր քայլում է որ բնական կարիքները հոգա։ Դուք դրեք պետության մեջ պետությունը ձեր զարգացրեք, տանիք որ չկաթա տարական դպրոցում, որ մարդիկ ավտոբուսով ես քանի անգամ եղել եմ, տեսել եմ
հաճախ եմ լինում մարզերում, որ Հայաստան եմ տեղափոխվել, չգիտեի, հենց կոնկրետ դեպքը Վանաձոր էր գալիս այդ տղան, ուրեմն Արչուտ բան այդ գյուղերի կողմերն էր, գնում ենք անձրև է գալիս, կնոջս այդ մեքենա, մեկ է մի 17-18 տարեկան 2-3 պատանիներ են կանգնած փողոցում, տրասայում, Վանաձորի տրասա, բանի, մայրուղու վրա։ Ստացում կանգնում են, երեխեք ինչ է եղել։ Գիրովական են գնում, ես գիրովականը 20-30 տարի չկա, բայց հələ իրանք գիրովական են գնում։ Գիրովական են գնում կտանեք մեզ։ Տանենք երեխեք շան նստեք, նստում են, ուր եք ման, դասի են գնում։ Ասում են ամեն օր դուրս են գալի փողոցը, սենց կանգնում ենք, սենց նշաններով, ով որ գնա այդ կողմ տանի։ Բա ինչ մակարդակում այդ երեխեքը պիտի սովորեն։ Այդ կոնկրետ ում մասին էլ պատմում եմ, մաքսային ինչ որ բաժին է Դա սովորում։ մոտավորապես ինչ հեռավորություն ունի, որ պատկերացնենք։ Կիլոմետրով դժվար է ասում, բայց մենք 20-25 րոպե մայրուղով գնացինք, էլի։ Կիլոմետր էր, էլի, ասենք, լուրջ կիլոմետր։ 25 րոպե մոտավորապես 60 կմ/ժ արագությամբ, թե ավելի շատ։ Դա երևի մի 20 կիլոմետր կլինի, էլի, 15-20 հաստատ կլինի։ Կարո Google անում։ Դա հայտարարություն։ Դա ժամանակը այդո կգրես, լավ է մոնտաժի մեջ։ Հա։ Ու ես ասեմ, լավ, հիմա այդ այդ բայց այդ ամբողջ պատմությունը չի։ Անես չի այդ գյուղը հենց ճանապարհին, ինքը անտառի մեջով վերևից է չէ։ Ասում լավ, հիմա նորմալ եղանակ է, մի քիչ անձրև է գալիս, բայց ջուն, ձմեռ, արջ, գել, շուն, նապաստակ, ո՞նց է գալիս։ Հա, ասում է դա։ Բայց զղտում է երեխեքի։ Չեն ասե գնանք հողփորենք, կապրենք։ Զղտել է մարդը գնացել է, ընդունվել է, գուցե իր ծնողներն են իրան դրթել են։ Փառք ու պատիվ։ Բայց դու հիմա աշխարհի հետ կռիվ ես տալիս։ Դու քո պետության ներսում մի հատ ավտոբուս դրեք այդ երեխեքին դու տանեն բերեն։ Մա կարող է շտկվել է, սա պատմում եմ մոտ մի տարի առաջվա պատմություն, բայց առանձնապես վստահ չեմ էլի որ շտկվում է։ Բայց սենց այս ամեն ինչը որ դուք ասում եք, սենց որ ասում եք գլոբալ խնդիր են, տակից եկող այդ խնդիրը, բայց վերադառնանք սանտիվ, հա, մեր մեդիա դաշտում քաոս էր տիրում։ Եվ ով ինչ ուզում հրապարակում էր, ով ինչ ուզում ասում էր, այսինքն չկար ինչ-որ մի համախմբվածություն, ինչ-որ մի պայքար։ Սա մի րոպե, ես գիտես ուր են գնալու, որ ասելու իսկ հիմա տենց չի, մեդիա դաշտը դա քաղաքական արճակատման թաթերաբեմ է, հայաստանյան մեդիա հարթակները պատկանում են քաղաքական ուժերի, եւ քանի դա այդպես է, միատեղում, միախմբում չի լինելու է պայքար, վարկաբեկման ուղղությամբ, կեղծ նարատիվների, հաճախ ադրբեջանական օրակարգի քարոզով, անգամ որ իշխանության դեմ լինի։ Մեծ գաղտնիք է, որ մեդիա դաշտում ճակատամարտա տեղի ունեն։ Ես անուններ չեմ տալի, բայց հերթով ալիքները ասեք ու ասեք ումա պատկանում այդ ալիքները։ Իհարկե բոլորը այս ամենի մասին գիտեն, բայց բոլորը չգիտեն։ Գոնե իմ պատկերացումով այն ժամանակ գոնե ես միշտ պատկերացրել եմ ինչը ինչ, բայց պատերազմի ժամանակ միասին, հա, բայց բարձվեց չէ։ Մարդիկ ձեռքերը սեղմում էին, շփում էին, որ պարտվեցին։ Ես իմ աչքով եմ տեսել։ Չեմ կարող հրապարակել բան ասել, բայց մեդիայի ժողովներին մասնակցում եմ ես որպես մեդիայի ղեկավար եւ վերջ-վերջը ուղիղ եթերում էինք աշխատում 42 օր, որ հաստատ ամեն օր ու գիշեր 24 ժամ քնում էինք հերոստատեսյան բազմոցին, եթե քնել էր լինում։ Այսինքն շփեցին ձեռները, որ գիտեին, որ վերջ իշխանափոխություն բրցանք։ Բայց մեր ժողովուրդը, որ ասում են քնած է, մեր ժողովուրդը քնած չի, մեր ժողովուրդը շատ արթուն է։ Իր բոլոր արատներով, իր բոլոր սխալներով մեր ժողովուրդը շատ արթուն է։ Ու երբեմն իմ բոլոր քննադատություններով հանդերձ ես երբեմն հիանում եմ, թե խորունկ ինչքան ազգային իմաստություն կա, էլի, ներքուստ իմաստություն կա մեր մեջ։ Արտակնապես գուցե դա չի երևում, բայց վճռական պահին այդ самосохранение, ոնց ասեմ, ավելի ինքնապաշտպանություն, հա, բայց ավելի ոչ թե ինքնապաշտպանություն, այլ ինքնագոհություն, հա, երևի։ Հա, էլի տենց ինչ-որ բան կա, որը դարերն է ձևավորել մեր մեջ, որ վերջի պահին հասկանում չէ, մի րոպե։
Այս տենց չի մի րոպե, որ վերջի պահին ինքը կարողանում է իդ կանգնել ու այդ կարծում դարերն են դա ձևավորել մեր ժողովրդի մեջ։ Այսինքն Աստվածչանի նորից պատերազմի դեպքում մենք նույն խնդրի առաջ ենք Պատերազմ չի լինելու։ Պատերազմ չի Չէ, լինելու։ պատկերավոր, Եթե այսպես մենք ես քանի որ վստահ եմ, որ այս իրերի դասավորվածության դեպքում պատերազմ չի լինելու, քանի դեռ այն ուժերը, որոնք պատերազմ հրահրում են, չունեն այն քանակը, որ հասնեն իրանց ուզածի, որովհետև միակ փոփոխությունը դա պատերազմի սպառնալիքն է, ուրիշ ոչինչ, քանի դեռ այսպես է, պատերազմ չի լինելու ու մեր ժողովուրդը ուզում եմ հստակ մի բան հասկանա, որ այդ պատերազմի ջատագովները իրենց երեխեքի հետևից են գալու։ Չի պլստալու ոչ ոք ուղղակի, ոչ ոք։ Ոչ մի Ամերիկա, ոչ մի Եվրոպա, ոչ մի Ֆրանսիա, ոչ մի Արգենտինա չի փրկելու։ Բոլոր նրանք, ովքեր ունեմ ծանոթներ, ովքեր այդ տտի մտավորականների հույնով են էլի լցված, ասում, բայց դու ունես 2 անչափահաս երեխա եւ 2 որդի բանակային տարիքի, թոռ կներես, թոռ ունես եւ 2 երեխեք ունես բանակային տարիքի։ Դու եռաբլուր գնացել ես մի անգամ։ Դու այդ ծածանվող դրոշների ձայնը լսել ես, որ քամին sense չումա դու այդ ծածանը, դու այդ երեխեքի որ ոչ մի բան չեն տեսել այս կյանքում։ Սառացած աչքերին նայել ես, որ հանուն ոչինչի է այս ամեն ինչը։ Դու ո՞նց ես նորից նույն բանը ասում։ 30 տարի այսօր կճանաչենք, վաղը կճանաչենք։ Չէ, ես մի խոսքով շատ բաներ չեմ ասի եթերում, բայց մենք արթնացել ենք ինձ թվում, վերջապես։ Այդ հանուն ոչինչին հաստատ թիրախավորվելու է Ռաֆայել եթերը։ Թո թիրախավորվի, հանուն ինչի։ Եթե 30 տարվա պայքարը առ ոչինչը, այսինքն այն բոլոր դպրոցական, մենք գրեթե հասակակից ենք, այն ինչ որ մեզ սերմանել են դպրոցում, այդ ամենը չկա, բայց այլ առ ոչինչը ո՞րն է։ Ոչ մի բանը չկա։ 30 տարի ինչով մեզ մեծացրել են մեր մանկության զրկանքները, ինչով էր արդարացվում։ Պատերազմը, հայրենիք ենք ազատագրում։ Մեր նախորդ առաջին պատերազմի զոհերի հարազատներին ո՞նց էին մխիթարում։ Անհայր մնացած երեխեքին ո՞նց էին մխիթարում։ Հաղթանակ է եղել։ Տարածք ենք ազատագրել, պաշտպանական գոտի ենք ստեղծել, հայը էլ չի ցեղասպանվի, էլ չի հայրենազրկվի։ Բայց հիմա եթե առ ոչինչ չի, բա ի՞նչ է։ Դեպի թիրախով ես էլ եմ ասում, ես այդ ֆալսկադմփոց մտավորականների դեմ եմ, բայց ես էլ նույն խաղի մեջ մտնեմ։ Ես միշտ ասել եմ ճշմարտությունը, այն ինչ որ ինձ համար է ճշմարտությունը շատ հարաբերական հասկացողություն է, միգուցե իմ համար շիտակա, ուրիշի համար սուտ է։ Ես շատ հավատում եմ ինչ որ ես ասում եմ։ Ու եթե դի թիրախավորեն իմ բառերի համար, ինչ, օքեյ, սուտ բաներ, այո, մենք ծովից ծով կդառնանք, մենք կվերածնվենք, նորովի Տիգրան մեծը կգա։ Ապրեք տենց։ Չեմ, ես ռեալիզմ եմ սիրում քարոզել։ Փոխելով մի քիչ մեր թեման, ես հիշում եմ մեր անցյալ խոսակցությունները, երբ ես ասացի, որ մեր հաղորդումները նայում են 50+ տարիքի մարդիկ եւ ինձ մտահոգում է, որ երիտասարդությունը չի հետևում մեր ծրագրերին։ Դու նշեցիր, որ սա ճիշտ է, թող զբաղվեն կրթությամբ, ընտանիք կազմելով եւ այլն։ Եվ հարգելի Ռաֆայել, ստենց ստացվեց, որ այդ պահերին, մի քիչ ժամանակ անցավ, հանդիպում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Տրամփի Ալյասկայում։ Ես չգիտեմ դուք հիշեք թե ինչ, Լավրովն եկավ, SSSR մայկով, սենց հատուկ։ Մի ուրախություն ասացին, բայց հատուկ չի։ Ամենածիծաղալուն է դա, որ ասացին հատուկ չի։ Բայց ինձ համար ավելի ցավոտ այն էր, որ մի ուրախություն էր տիրում հայկական այդ կոմենտարիաներում,
Ապրի Լավրովը սենց Ահա, օքեյ։ ես հիշեցի Կոմենտները քեզ մեկ էլ Մովսեսին տարօրինակա չէ, որտեվ Մովսեսը ասում է չտարավ խոստացված երկիրը թողեց, որ սերնդափոխություն լինի, այսինքն մահանա այն սերունդը, որը որ այսպես կոչված եղել է ստրուկ, նոր սերունդը մեծացավ, այն նոր տարավ այն երկիրը, որը որ խոստացել էր, այսինքն ինչ եմ ուզում ասել, որ պետք է, որ երիտասարդությունը վերջը զբաղվի քաղաքականությամբ, թե չէ։ Իրես քիչ առաջ ասում էր թիրախավորելու են իմ նախորդ միտքը, բայց ինձ թվում է քո միտքն են թիրախավորելու, որ դու Մովսեսին եւ Ռաֆայելին դրեցի իրար կողմ։ Էս հաստատ։ Բան այլ, ես շատ անհամեստ է։ Խելոք մարդ էր Մովսեսը։ Խելոք մարդ էր Մովսեսը։ Իհարկե GPS չկար այն ժամանակ, որ 40 տարի թափառեցին անապատներում, այնինչ հիմա հաշվարկել են արդեն 3 օրում կարելի էր հասնել։ 40 տարի եւ 3 օր, բայց այդ թողնենք արդեն իր մեղք իր չին թողենք։ Պատահականություններ Լենդորս ջան չեն լինում այդ մակարդակում, հա, SSR-ում sense օձիք բան բացած, հա, կրծքաբանդակը, որ բոլորը տեսնեն։ Come on։ Ռուսաստանը իհարկե կայսրություն է։ Ռուսաստանը գործող կայսրություն է, թեպետ նշան էլ հայտարարեն, որ նախագահ է, պարլամենտ է, խորհրդարան է, Նիկոլա II-ի ժամանակ էլ կար խորհրդարան, գումմա կար։ Ռուսաստանը միապետություն է եւ ուլտրա տարերով ինքը ուզում է վերականգնի իր կայսրությունը, բայց ասեմ ավելին, ցավոք սրտի ես աշխարհում եմ այդ տենդենսը նկատում։ Հասկանում ես, աշխարհում եթե չասեմ դիկտատուրան, ապա գոնե ավտորիտարիզմը գլուխ է բարձրացնում։ Դե անգամ Միացյալ Նահանգների պես երկրում, որը հենց ինքը ժողովրդավարությունն է, խորհրդանիշն է, հա, այդ Statue of Liberty բան, այդ վիճակներ, այնտեղ անգամ ավտորիտար տարեր ենք նկատում նախագահի մոտ, հասկանում ես, եւ ավելին ժողովուրդը այն վստահության քվեն, որ տվեց, ես ենթադրում եմ, որ Միացյալ Նահանգներում տեղի ունենում այդ խմորումը, որ դեմոկրատիան, որը լույս էր միշտ sense անվիճելի եւ անշահարկելի, անքննելի, կարծես ամերիկյան հասարակության մեջ է անգամ ասենք sense։ Մի րոպե, չէ։ Իմիգրանտներին, ես ինչ ծափերով են կոնսերվատիվ նահանգներում իմիգրանտների դեպարտացիան ողջունում։ Ես Յուտայում եմ ապրել 3 տարի, որը շատ կոնսերվատիվ նահանգ է, այնտեղ իմիգրանտներին չեն սիրում, անգամ երբեմն բարև չեն տալի, եթե տեսնում են ակցենտը լավը չի, դրսի ես։ Օրինակ այնտեղ շատ ոգևորվածությամբ կզանգեն, կմատնեն կողքից հարևանը, կարծես թե փաստաթուղթ չունի, մի հատ եկեք լստուկ եկեք, թե ինչ դեպորտ արեք։ Եթե չեմ սխալվում, անգամ դրամային փոխհատուցում կա դրա համար։ Այդ Ամերիկա ենք խոսում, որ ժողովրդավարությունը կձևավորվել է որպես իմիգրանտների երկիր։ Դրա համար գնահատականներ չեմ ուզում տալ Ռուսաստան, որովհետև ինքը այնքան պարզ միապետություն է։ Ինքը կայսրություն է, միապետություն է, եւ ցավոք սրտի մենք այդ առանցքում ենք Հայաստանի Հանրապետությունը։ Կայսրությունները ետ չեն գալիս, ասում են դասականները, բայց ինչ որ մուտանտի տեսքով կարող են էլի ձևավորվել։ Մենք Վրաստանի օրինակն ենք ուզում տեսնել, դες Վրաստանը տասնյակ տարիներ գնաց Եվրոպա, Ամերիկա, Ամերիկայի նախագահը Բուշը, չէ, եկավ Թիֆլիս, թվում էր թե վերջ եվրոպական կամ արևմտյան ուղղությունը երաշխավորված է Վրաստանի համար։ Ռուսական սատելիտ է այսօր Վրաստանը։ Մենք այդ ուղու վրա ենք։ Ցավոք սրտի։ Այ իմ հարցը ավելի շատ վերաբերվում էր մեր ժողովրդի մասին, որ այդքան ուրախացել էր, հա, իհարկե բոլորին չի վերաբերվում այ համացանցում, որ այդքան կոմենտներին օրինակը վերեցել Լենդրոս ջան, ես մեկնաբանությունները որպես դոգմա չեմ ընդունում, որովհետև ես բնակավարում եմ աշխատում, ես գիտեմ, որ օրինակ $1000 կարելի է այնպիսի մեկնաբանությունների
ֆուրոր կազմակերպել համացանցում, իսկ պետության ագենդայի համար դա ոչինչ է, մի քանի $10,000 ոչինչ է անգամ, այնպես կարող են կազմակերպել այդ հասարակական կարծիքի ձևավորումը, որ ուրախացան մեկնաբանություններում, չէ, ես ասեմ ավելին, մեզ մոտ ներհայաստանյան քաղաքական process-ներում են մեկնաբանություններով հասարակական կարծիք ձևավորում, ես միշտ եմ ասում եթերներում, բարեկամներ, մեկնաբանություններով մի շարժվեք, որ վայ դες բոլորը գովեցին սա, վայ բոլորը քննադատեցին սա, վայ բոլորը հայհոյեցին սա, կամ բոլորը գով։ Դա պատվի, դա վճարվում է հարգելի, նայում եմ կադրին, տեսախցիկին ու ասում եմ մեր դիտողներին, դա գումարով կազմակերպվում է ցանկացած քաղաքական ուժ, իշխանություններ, ընդդիմություններ, այլընտրանքներ, ռուսներ, թուրքներ, վրացիներ դրամով կարող են պատվիրել այս կամ այն տեսանյութի շուրջ ինչ կարծիք ձևավորվի։ Դուք մտնում եք կարդում եք եւ դա ձևավորում է հանրային կարծիք։ Դրա համար ես մեկնաբանությամբ չեմ շարժվում, ես շարժվում եմ ֆիզիկապես մարդկանց հետ զրուցելով։ Քո հետ եմ զրուցում, մյուսի հետ եմ զրուցում, եթերում զանգողի հետ եմ զրուցում, մարդկանց կամ ես ճանաչում եմ, դրանց հետ եմ զրուցում եւ դա, տես հաստատ վստահեցնում եմ քեզ, որ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում գոնե այն վերաբերմունքը չէ, որ կար 10 տարի առաջ։ 20 թվականից հետո 23-ից հետո վերջին մեխը կոչվեց եղբայրության կոչվածի ողերիմ եղբայրություն, որ ասում են, դա ամենայն հարգանքով գրականությանը, մշակույթին, ես Ռուսաստանում եմ ծնվել, մեծացած, միշտ ասում եմ, ես որևէ շարքային ժողովրդի մասին երբեք որևէ վատ բան չեմ ասում, բայց այն ուղեգիծը, այն դավաճանությունը, այն երկակի ստանդարտները, որ եղավ մեր ազգի նկատմամբ, ես կարծում եմ դա գոնե մեր սերունդը չի ների։ Մեր սերունդը չի ների, ես Եռաբլուրում ննջող մեր եղբայրները ռուսական զենքով են ընկել հիմնականում, ռուսական զենքից են ընկել հիմնականում եւ մի քանի անգամ պատերազմի օրերին թեր Կրեմլում ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հաստատվում է ադրբեջանական թեզը եւ դա բա ինչ հարված է։ Որտեւ ես հիշում եմ, ասում են ռուսը լուծելու է այս հարցը։ Իբր մեզ օգուտ ձևով, տենց էին հրամցնում, չէ, տենց էին մեծացնում։ Ինչ եղավ արդյունքում։ Չէ, ես մի խոսքով անիվը պատմության ետ չի պատտվի կարծում։ Իսկ Միացյալ Նահանգներում, որ դուք նշեցիք այդ էմիգրանտների համար, որ ցանկում են, ասում են, դա նրանից չի, որ համահելել է, որտեվ այստեղ էլ է լինում, որ հարևան երկրներից գալիս են, ոչ աշխատավոր մարդիկ են գալիս, այստեղ է խնդրեմը։ 1, 2, 3 գողություններ, նարկոբիզնես համը հելնում է եւ ժողովուրդը արդեն սկսում է։ Ես գիտես ինչ է, ինչքան էլ ազատության կողմնակից լինեմ, վստահ լինելով, որ ազատությունը մարդկային ամենաբարձր պարգևն է եւ հանուն դրա է միշտ եղել պայքարը, ազատությունից կարևոր բան կյանքում չի կարող լինել։ Եվ նույն ժամանակ համակարծիք եմ, որ ցանկացած երկիր պետք է շատ լուրջ ֆիլտրացիա անի, ում է թողնում, ոնց է թողնում, ինչ է թողնում, ինչ բարքերով բանով, բայց իմ ձեռքը ոչինչ չկա, ես ամերիկացի քաղաքացի եմ, Ամերիկայում հիմնականում Միացյալ Նահանգներում ապրող եւ ամերիկյան կրթությամբ, բայց ես այդ լծակը չունեմ որպես American citizen եւ եկած մարդ, Ամերիկայում դարձած մարդ, ցավ եմ ապրում, երբ որ կողքինս հանկարծ կարող է դեպորտի ենթարկվել, որովհետեւ ես այդ ճանապարհը անցել եմ, չէ, իսկ ուզում եմ այնքան ազնիվ լինել, էգոիստ չլինել, որ ես ստացել եմ կարևոր անձնագիրը կլպանսա թող ուրիշն չէ, թող ուրիշն է, բայց այդ ուրիշն էլ իր հերթին թող հասկանա թե ինչ բախտ է իրան վիճակվել։ Աղվաստանից բանից գալիս են ահաբեկչություն են քարոզում։ Եղբայր դու այդ գոմից դուրս ես եկել ես հասել ես Վաշինգտոն, ես օրերս չէ Աղվաստանում չկրակեցին սպիտակ տան վրա։ Աղվաստանից եկել է այս որ դուրս եկան զորքերը ամերիկյան, մի քանի հազար մարդու տարան political asylum բանի քաղաքացիական ապաստարան տվեցին որպես փոխհատուցում, բա մի քանի հատ։ Այդ ապաստարան ստացածներից մեկը գտած կրակեց սպիտակ տան վրա, ճիշտ է, բան չեղավ, բայց իրան դեպորտ արեցին ու աղվաստանցիների հազարավոր դեպորտ են անում։ Դու պատկերացնում ես մարդ, ով որ ինքնաթիռի ակերից կախված այդ կադրերը տեսել են, կտենց դրանց մի քանիսին փրկել են, բերել են Ամերիկայի պես երկիր Վաշինգտոն,
տեղավորել են օգնություն են տալիս, բանը։ Ֆրանս են տալիս։ Աստվածն էս բան չի անում։ Ֆրանս են տալիս, sense ոտքից գլուխ։ Դու գնաս կրակես սպիտակ տան վրա։ Դրա համար էլ ես նշեցի, եթե մարդը չի համապատասխանում, պետք է դեպորտ արվի։ Հա, Աշխատող չի, վնասատալի։ Վնասատալի, աշխատող չի, դիմա ես չեմ ուզում մտեմ, եկեք ասի, հեսա ուղիղ չունեմ, խելք չունեմ, ոչ չունեմ, ձեռք չունեմ, հոգի չունեմ, բան, բայց եթե վնաս չտա գոն։ Չէ, եթե վնաս հա տալիս, հա, դա իհարկե։ Ես հուսով եմ մեր ժողովուրդը հասկացավ ես ինչ նկատի ունեմ աշխատող չի, ոսկե նրանց մասին, ովքեր որ գալիս են հանցագործություն անեն։ Բժշկության համար մեկ օրենքը ասում է մի վնասիր։ Այո։ Կյանքում էլ այդպես, քաղաքականության մեջ էլ այդպես, ապրի, արարի, ստեղծագործի։ Մի վնասի կարճած։ Արի Ռաֆայել, եւ մեր հաղորդման վերջում, չենք կարող չզրուցել հոգեվոր մեր ճգնաժամից, ինչպես եք դուք վերաբերվում այս ամենին, պաթարակներ այս կամ այն եկեղեցիում, ոմանք սա անվանում են բռնազավթում, ոմանք անվանում են ազատագրում, ինչպես դուք կմեկնաբանեք։ Ես չեմ հասկանում այս պատարակներին մասնակցելու, ավելի ճիշտ չեմ հասկանում, այլ ես չեմ հավատում, որ այս ամեն կիրակի պատարակին մասնակցելու մեր իշխանության ղեկավարի առաջնորդի վարչապետի դա այսպես հոգևոր է, բաց միայն հոգևոր է, չեմ հավատում, կարծում եմ սա քաղաքական քայլ է, ես քանիցս ասել եմ, ունես ապացույց, ուղիղ եմ ասել, եթե ես լինեի ինչ կանեի։ Պողոսյան, Պողոսը էս ինչի տղենա կամ էս ինչի աղջիկն է։ Ուրիշ քայլ չկա դրան անել։ Չի կարասի, չէ, չի կարասի, հա։ Մի անգամից բոլոր խաղաքարտերը բան անում։ Պետք է խոստովանեք դուք կուսակրոնության ուխտը։ Ես վստահ եմ, որ եկեղեցին ու հավատը, ընդհանրապես հավատը ես վստահ եմ, որ դա չարիք է։ Ցանկացած հավատ, որը քարոզվում է, դա մարդկանց նսեմացնելու, այդ միշտ ուղում եմ, նսեմացնելու, բառավարելու համար է ստեղծված։ Ես վստահ եմ, որովհետև ոչ մի երկրորդ համաշխարհային, ոչ մի Օսվենցիմի ճամբար, ոչ մի Տրիբլինկի, Բուրկինաո, ոչ մի Օսմանյան կայսրություն, ոչ մի ցեղասպանություն, ոչ մի Դերզորի անապատ, ոչ մի Սաբիբոր, ոչ մի Կամբոջա, Ռուանդա չի կարող համեմատվել այն սարսափների հետ, ինչ որ եկեղեցին արել։ Բոլոր, մանավանդ կաթոլիկ, ընդհանրապես եկեղեցի։ Աստծո անունով։ Այն խաչակրած արշավանքները, Կոստանդինապոլսի կոտորածս իրանց դաշնակիցներին սպանելը, Սուրբ ինկվիզիցիան, Աստծո անունից մարդկանց վառում էին ճշմարտության եւ գաղափարների համար։ Բոլոր խելոք մարդիկ, գիտնականները, ասենք ասենք լավ, վաղուց ապացուցել են, որ եթե չլիներ ինկվիզիցիան եւ հոգեվոր բռնաճնշումները, Հռոմի պապի եւ հոգեվորականների գիտության արշավները, Գալիլեոյի պես մարդին ստիպեցին, որ ասի ես խելագար եմ։ Գալիլեոյի պես մարդին կամ Կոպեռնիկին կամ Ջորդանո Բրունոյի պես մարդուն վառեցին հրապարակում ծափերին էքո ամբողջները, բայց ծափերով ինդուստրիալ ռևոլյուցիան կլիներ ոչ թե 18-րդ դարի վերջ, չէ, 19-րդ դարի վերջ կամ կեսեր, այլ կլիներ 17-րդ դարում։ Գուցեև 16-ի վերջ։ Այսինքն 300 տարի առնվազն հետ են գցել։ Դրա համար ես եթե որոշողը լինեի, ես կասեի, որ հոգևորականը դա ոչում է, դա ընտրություն է, ոնց որ օպերայի երգիչ է։ Մարդ ուզում է դառնա հոգևորական, մարդ ուզում է դառնա խիրուրգ, մարդ ուզում է դառնի միլիցիա, հարգանքներս ոստիկանների։ Դա իր ընտրությունն է, գնում է հոգևոր ճեմարան, սովորում է, Աստծո խոսք է տարածում, շատ լավ։ Այն մեկը երգում է, այն մեկը շարական է երգում, այն մեկը աղոթում է, ինչ։ Այսինքն մասնագիտություն է դա։ Ես գնում եմ Չայկովսկի եմ լսում, մեկը գնում է պատարակ է լսում, մեկը գնում է թաթուլ է լսում։ Ճաշակին ընկեր չկա։ Ես հարգում եմ ազատության կողմնակիցն եմ։
Դա մշակույթ է, վերջապես մեր ազգը պիտի հասկանա, դա մշակույթ է։ Շատ արզնիվ, շատ գեղեցիկ, մեր խաչքարերը, մեր շարականները, շատ փառահեղ մշակութային ժառանգություն է, որը ստորադասելը ոչ թե անգրագիտություն է, այլ հիբարություն է։ Դա մեր էությունն է։ Ես գնում եմ եկեղեցի, բնոջս ծեր կիրակի օրերը, ոչ ամեն, բայց շատ հաճախ մոմ ենք վառում, նստում ենք, մկրտության ենք մասնակցում, նայում ենք։ Դա մշակույթ է։ Բայց եթե դա դառնում է, Աստված ասեց, չգիտեմ ինչ սա բան, այսինքն եթե դա դառնում է ուրիշ բան, ավելին քան մշակույթ, մենք չենք գնում, չի ասում, վայ Ֆիգարոն Էսմերալդային դավաճանեց օպերայի մեջ։ Չենք նայեցինք, ուրախացանք, մտածեցինք, փորձեցինք նմանվել կամ չնմանվել եւ ապրում ենք մեր կյանքը, շարունակում ենք մեր կյանքը։ Այ երբ որ այդ ամենը դառնում է ավելին, այդտեղ վտանգ է։ Դրա համար եթե ես լինեի պատկան մարմին, կբացատրեի, որ սա մեր մշակույթն է, կրոնը դա մշակույթ է, ոչ ավել։ Չկա այդ մնացած ձեր այդ պատրանքները, հետին կյանք, չգիտեմ, հոգին, դրախտը, դա ժողովուրդը չգիտել որ դա ընդհանրապես Նիկոլո Մաքիավելի տեսությունով է, որ շրջանառության մեջ է դժողքի տեսարանը։ Նիկոլո Մաքիավելին է նկարագրել։ Դրանից առաջ չի եղել է դժողքի տեսարանների հանրայնացում իր հայտնի գործերում։ Եվ դրա համար երեխեք ունեցեք, հոգևորականներ, կաթողիկոսա, եպիսկոպոսա, երեխեք ունեցեք։ Կոմենտ էի գրել մի 3 ամիս առաջ, ամբողջները խելագարված հասցրեցին, որ այդ թեման եղա, որ երեխա ունի, բա ունի, ես չգիտեմ, ու եթե ունի Աստված պահի իր երեխուն, ես երեխի դեմ ոչինչ չունեմ։ Գրել էի առողջ եղեք, հայր սուրբ, առողջ եղեք, երջանիկ եղեք, խնայեք ձեզ, դուք դեռ շատ երեխաներ պիտի ունենաք։ Ուզ կես կատա, կես լուրջ, ես կողմ եմ։ Ոթափս այդ նոր կանոնագիրք են ուզում գրեն, եթե հաջողվի, թող գրեն։ Թող ունենան երեխեք, բա ոնց, բա մեր ազգը պիտի մեծանա, մեր ազգը պիտի շատանա։ Կայացած մարդիկ են բոլորը, թող շատ երեխեք ունենան։ Մեր կայացած ընտանիքներում պիտի երեխեքը ծնվեն, ոչ թե հաց չունեն ուտելու, ութալ բերե շարել են գտմա կառավարության դեմը ինձ պահեք։ Հասկանաք, ես ռադիկալ փոփոխությունների կողմնակիցն եմ, որովհետև չի կարող մի օրենք գրվել 500 տարի առաջ, 1000 տարի առաջ կամ 1700 տարի առաջ եւ 21-րդ դարում դա նույն ձև իրացվի։ Բացի այդ, ընտանիքը լավ բան է, սփություն են խոսում, թող ապրեն, ունենան, ես դեմ չեմ։ Բայց չխափեն։ Ոնց կաբարտեսը։ Բայց չխափեն, այ դա վերջ։ Բայց Այդ է կարևորը, որ իրանք ես պատմության մեջ կմնա։ Կներես այ պատմության մեջ ուզում են մնան։ Տես հիմա պախարակել են ռեյտինգը վատա, ասում են շատ վատա։ Պատմության մեջ ուզում եմ մնալ, հասկանում եք ում մասին եմ խոսում։ Դուրս է գալի եթեր։ Եթե այդպես բան կա, ես կարծում եմ կա։ Զավակների հետ կամ զավակի հետ ամփորում է ճակատը, օշնում է։ Սա ինչ արել եմ, որ ասում եմ երեխի համար եմ արել, հիմա ես հայ ժողովրդի բարության մասն եմ մտածել, մենք պիտի շատանանք մենք ու այդ բանով է հեռանում։ Այդ մուդով է հեռանում։ Պատկերացնում ինչ փառահեղ բան է այդ ու պատմության մեջ, այ մարդ մնում է պատմության մեջ։ Որ ես վատ բան չեմ, ինքը իրոք վատ բան չի արել։ Եթե տենց բան կա, վատ բան չի։ Ֆանտաստիկ կինո դա կստացի։ Բայց սիրուն է, բայց սիրուն է։ Եվ միջև ստեսություն ասելը մի քիչ ասում եմ թեթևացնենք, ասես գորշ ավարտենք, ես նայում էի ձեր հաղորդումը, որ դուք ոնց էիք ընտրում ռադիոյի նոր աշխատակիցներին, մեկին ընտրեցիք, որ ասեց քթիցա։ Բարև ձեր էլի ժողովուրդ, իմ քթիցակով ժողովուրդ։ Բայց դի հարց հետաքրքրեց, էլի կարող է մի քիչ միամիտ լինի, դե այդ ոլորտի մարդ չեմ, հա։ Դուք ռադիոյի աշխատող, հա, ընտրում միայն ձայն եք նայում, հա, որ ձենը լավը լինի, ասենց ռադիոյի ձենը լինի, հա, FM 107, հա։ Այդ դրվագը, որ երեք եմ պատմել եթերում, մենք նոր ձայն, ոչ թե նոր ձայն էինք փնտրում, այլ նոր հաղորդավար էինք փնտրում, իսկ տվյալ անձնավորությունը մեր ձայներից մեկն էր, ում տեքստը ուղարկում էինք, ինքը ձայնագրում է, ձենը հետ էր ուղարկում։ Մենք որպես անձ
ինտելեկտ, կրթություն, աշխարհայացք չենք բացահայտել։ Եվ քանի որ ձայնը բավականին հաջող էր, այսպես կարող ենք ասել, որոշեցինք եթեր փորձենք, ինչու ոչ, թեթև առավոտյան նախագիծ, բայց ոչ այդ բառամթերքով։ Դրա համար դե պատահեց հիմա ինչ արած։ Բայց ես սիրում եմ, որ եթերը լինի անկեղծ, բայց առաջին եթերի համար ես իմ եթերում շատ ավելի վատ բառեր եմ օգտագործում երբեմն։ Ես խոստովանում եմ։ Շատ ոչ թե հայհոյանք, հաստատ Եվրոպայի ոչ մի դեպքում։ Բայց ասենք գիտեմ որ այստեղ ես մի քիչ այսպես մի հատ սահմանը անցա, հետո էլի շուտ հետ եկա։ Բայց ես 15 տարի եթերում եմ։ Մարդիկ ովքեր ինձ լսում են, տարիներով իմ հետևորդներն են, իրանք գիտեն որ ինչի սենց բան արեց Ռաֆը։ Իրանք կհասկանան։ լարվածություն չկա։ Բայց առաջի օրը չէ, ես ողջ գիտակից կյանքս ցանկացել եմ արտահայտվել եւ արտահայտվելու հարթակներ եմ փնտրել, երբ որ գտել եմ այդ հարթակները, ամուր կարճել եմ այդ հարթակներին, ես ողջ գիտակից կյանքը մեկնաբանել եմ։ Եվ եթե անգամ դեռ երեխա ժամանակ անգամ ծնողներից եթե պատժվել եմ ինչ-որ բանի համար, խոսքի համար եմ պատժվել, խոսելու համար։ Ես դե մի բան տեսնում էի, որ այնպես չէ, ինչպես պետք է լինի, դա դառնում էր թեմա, դա դառնում էր բովանդակություն։ Իմ ուսուցիչները դպրոցի, տարական դպրոցի ուսուցիչները, որ ոմանց հետ կապում եմ, մեկ-մեկ ինձ գրում են, ես եմ իրաց պատասխանում եմ, զանգում եմ։ Ինչպես ասա Ռաֆայել, հիշում ես, որ դու օրինակ քիմիայի ուսուցչուհու այս կամ այն դրվագը ոնց է իր մեկնաբանում եւ դասերի վերջում կարդում է իր իբր որպես զարգացնում է իր թեման, օրինակ ուսուցիչը տես մի բան արել, դու դա դարձնում ես իր պատմություն եւ կարդում ես իր եթերում։ Մարդիկ մեր ուսուցիչները դասերի վերջում գալիս էին դասղեկի սենյակ աշակերտներով բանով, որ ես բարձրանայի մեր աթոռի վրա ու սենց նկարներ ափսոս չկա, ու ես կարդայի ինչ եմ գրել 12 տարեկան, 11 տարեկան։ Ու ես կարդում եմ ինչ եմ գրել, մահանում է ինձից աղեց։ Իբր մեր ուսուցիչները անմարդաբանակ կղզի են ընկել։ Այդ ծրագրերը բայց պահած կան։ Քիմիայի ուսուցչուհին ինչ-որ ֆորմուլա է մտածում, ինչպես վերադառնան, հետո պարզվեց դպրոցի գրադարանում է փրկության բանը թաքնված։ 11-12 տարեկան, բայց հիմա արդեն անցան տարիներ եւ այդ ֆանտաստիկ բաները ռեալիզմի տեսքով գրքում տեղավորվեցին։ Տարբերություն նշեմ, օրինակ ես դիտելով ձեր հաղորդումները եւ ձեր տոնայնությունը ավելի սես դանդաղ է, պատմող է, հա, ստեղի ռադիոն ինքը շատ արագ է։ Արգենտինայի ռադիոն իսպաներենը շատ արագ լեզու է։ Պետք է արագ խոսած, պետք է որ սենց ու այդ ինքը պահում է քեզի ճիշտն ասած, որ դու հասկանում ես, դու լսում ես, ինքը պահում է, ինքը որ արագ խոսում է, քեզի պահում է։ Հենց դանդաղացնում է իսպաներենը, էլ չես ուզում լսես։ Ոնց որ արդեն ես իսպաներենի մեծ սիրահար եմ, իմ ամենասիրելի լեզուն է վստահորեն, ատամում եմ պորտուգալերեն թե իսպաներեն, բայց իսպաներենը մի քիչ ավելի խոսում ես։ Poquito, hablo poquito։ Հա։ Սովորում եմ կամաց, step by step։ Արգելի Ռաֆայել, շնորհակալություն։ Muy bonito lenguaje։ Շատ լավ։ Как раз հայկական акցենտով։ Շատ շնորհակալ եմ։ Ես գիտես ոնց է իսպաներեն ասել առաջացել Garcia Marquez։ Jorge Garcia Marquez, Lorca-ի ստեղծագործությունը, բանը Jorge Luis Borges-ի գործերը, ինքը արգենտինացի է, եթե չեմ սխալվում։ Jorge Luis Borges-ը Աստերիայի տունը, Աստերիա կասա, եթե չեմ սխալվում, Աստերիաս կասա, ոնց է, կասա, հա, Աստերիայի տունը, մի խոսքով։ Ես այդ պատանեկության ժամանակ որ ընթերցեցի, սենց քիչ էլի, մանավանդ է ինչ լեզվով երկրորդ, չէ, կարդացել եմ ռուսերենով եմ կարդացել, բայց
քանի որ իր կենսագրությունը, իր ընդվզումները, իշխանության եւ ընդդիմության հետ մեջ ինքը մտավորական էր շատ լուրջ, Բորխեսը շատ կարգին մարդ էր։ Այդտեղ բացահայտեցի ես իրան ու իսպաներենի սերը տեղից սկսվեց, որ ճիշտ է, կարող չեմ ցավոք սրտի լեզվի, բայց մանավանդ լոսում էլ ապրելով երկրորդ լեզուն իսպաներեն։ Այո։ Դե ինչ ասեմ, սիրով ձեզ սպասում ենք Արգենտինայում։ Ես բայց իրոք ուզում եմ գամ։ Ես որ մտածում եմ անգամ, չեմ ասի հենց երբ ինչ ոնց, բայց Արգենտինայի մեր համայնքի արգենտինահայերի մասին միշտ լսել եմ շատ դրական բաներ։ Ուզում կամ տեսնեմ վերջապես էլի։ Մեր գործընկերներից մի քանիսը վերջերս համերգներով էին եկել, բան էլի դրական բան, ասեմ լավ, տեսնեմ ինչ ոնց, ինչպես անպայման, այսպես ձեր նաև հարթակը օգտագործելով մի կարող ենք հանդիպում կազմակերպել մեր սիրելի արգենտինահայերի հետ եւ ինչու՞ չէ կարող գիրքս բերեմ, ներկայացնեմ, այս փոքրիկ հերենական երեկո ունենանք արգենտինական մոտիվներով։ Շատ լավ։ Ես շնորհակալ եմ, որ դուք ընդունեցիք իմ հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ժողովուրդ, այսօր այսքանը, ստեսյուն, հաջողություն։ Հաջողություն։ Լավ եղեք։